որ կարողանանք իմանանք այս վիճակից ոնց ենք ելել։ Այսքանը։ Ղուկասյան, մի հարց էլ, հա, երեկվա միջադեպին էլ անդրադառնանք, երբ Ալեն Սիմոնյանը սեռական բնույթի հայհոյանք է հասցրել, կարծեմ ձեր համակիրներից մեկին։ Ինչ կարծիք ունեք դրա վերաբերյալ ու արդյոք այդ քայլից հետո նրանք կտան դավաճանների անունները։ Հա, ուրեմն նայեք, սենց էլի էդ էլ մի հատ, ուրեմն կարա մեկն ու մեկը ինձ կարա բացատրի ինչ նպատակ ուներ, ասենք Ալեն Սիմոնյանի այն մուտքից դուրս գալը, քայլելով գալ էս մուտքով մտնել, նպատակը։ Ես ունեի իմ աղբյուրներից, չեմ կարա բացահայտեմ, ինձ եկել էր այդ ինֆորմացիան, որ շատ ուշադիր զգոն եղեք, արդեն նախապատրաստում են ձեր այս ամեն ինչի դեմ, որ մի հատ սադրանք անեն։ Բայց որ այդ սադրիչը կլինի ազգային ժողովի նախագահը, մտքովս վաբշե չէր անցնում, բայց որ սադրանքը իր նկատմամբ է եղել։ Իրա նկատմամբ չէ, բացարձակ իրա նկատմամբ։ Ուրեմն երեք մենք մոտեցել ենք բազմաթիվ падգամավորների, բազմաթիվ եւ ընդդիմության եւ իշխանության։ Ոչ մեկի հետ մենք ընդհարում չենք ունեցել, բոլորի հետ եղել է ցիվիլ ակուրատնի խոսակցություն, ոչ մեկին ոչ մի հատ վատ բառ ենք ասել, ոչ ճոշ ենք ասել իրանց էշին։ Նույն ձևով Ալեն Սիմոնյանն է մոտիկանում, մարդը մոտիկանում ուզում է երկու հարց տա, տերանք ինչի, ասենք առավել եւս, որ այդ զեկույցի գաղտնիությունը դրել է Ալեն Սիմոնյանը։ Հարց կարանք, չէ իրան տանք, ինչի, ինչ իման վրա ես դրել, բայց ինքը միանգամից քո հետ խոսալու չունեմ, տարեք սրան ստուց, ասենք խոսակցության մեջ, ասենք մարդը ասում է վախում ես, փախնում ես, արա արամ պապատա, ինքը ինչ իրավունք ունի այն մարդու մահացած հորը վիրավորի, ու որ իրան հարգող տղեն լինի, իրան չպատասխանի։ Էլ չեմ ասում, որ դրանից հետո, երբ որ Միքայել Մարգարյանին արդեն անվտանգության աշխատողներն ու ոստիկանությունը տարան, ոնց որ չեզոքացրեցին մի կողմ, ես եմ մոտիկացել։ Ու հարց եմ տվել, էլի չեմ իրան ոչ սադրել, ասեմ, ես ինչ արիր, ինչի արիր էսի, օրինակ ինչ նպատակ է քո էս անել, արդեն հասկացա իրան։ Ինքը իմ աշկի առաջ իմ ընկերոջը այդ սեռական բնույթի հայանքը ինքն է տվել։ Այսինքն ինքն է սկսել ամեն դեպքում։ Ինքը, ով է, խր սաղ երևում է, վիդեոան էս չի, հիմա այդ իրա հայանքի դաժը բարի մի հատված են, որ սաղի մոտ տպավորվել է, թե ես եմ ասում, դա ես չեմ ասում, դա ինքն է ասում։ Ես պատասխանում եմ այդ իրան նույն խոսքը, իրան պատասխանում եմ։ Ինքը իրան կարա թույլ տա մարդու քաղաքացու հասցեին, ու այն էլ արժանավոր քաղաքացի է, ինքն էս մի հատ եսի մի ինչ չի, մի հատ անարժանի մեկը չի, ինքը պատերազմ անցած տղա է այդ մարդը ամագ ունի դրած։ Ու ասենք այսօր դու այդ մարդուն այդպես քֆուր տաս։